Բարի այսօր սերներ, Պարքը լաստո, որ դերը շապատն եվս մեզի գյանք տվավ, շապատն եվս ավելի մոդեցանք հավիրանագանության, և հիմա մեր սերդողությունը բիտ շարունակենք, որ սկսած ենք սերդել աջիր աստծո հետ հարաբերություններու մեջ։ 5-րդ հասն ենք, ինչպես ուսումնասիրել Աստվածաշունչը։ Եթե չենք գիտեր, այսօր կսորվենք քիչ ավելի խորը։ Աղոթենք, երկնավոր Հայր, շնորհակալ ենք քեզ մեդեր, որ դու մեր ցերկը դված ես աս հիանալի քանցը Աստվածաշունչը դեր։ Կխնդրեմ, որ մեր միտքերը փանաս, մեր սիրտերը քեզի դարձնես, Սուրբ Հոգիով առաջնորդես, որպեսզի գայնանք քո խոսքդ կարդալ, սերդել, սորվիլ եւ անգես մեր սորվածը մեր յանքին մեջը կործատրել։ Թող փառքը բադիվը զորությունը Ալլահորը որդուն եւ Սուրբ Հոգին հավիդյան սավիդայից ամեն։ Ուրեմն գարտանք Եսայի 55-րդ գլուխ 11-րդ համարեն։ Իմ տերնիս ելած խոսքին այլ պես պիտի ըլլա ինձի բարակ պիտի չի թարնա, հաբա իմ կամքս պիտի կատարե, հաջողությամբ կործատրե այդ բանը, որուն համար զանիգա գրգեցի։ Այո, շնորհակալ եմ։ Աստված կսե, որ իրեն խոսքը իրեն բարակ պիտի չի թարնա։ Եթե գհիշեք առաջին անգամ ցեզի ով Աստվածաշունչ տվավ կամ երբ ցեզի հետ Աստվածաշունչ կարդալու կամ ունենալու այդ մասը, ես ինձի համար բզդիգուց ինչ որ չափ որ գհիշեմ, իմ շուրջս եղած է Աստվածաշունչ եւ միշտ մեկը կգարտար մեծամայս մորակույրը միշտ կգարտային։ Դունին մեջը ամեն օր լսած եմ Աստծո խոսքը գարտալ։ Մարդկա վարի չէ ունեցած, գնալա որ եկեղեցին մեջը մեկը իրեն առաջին անգամ դբրոցկացած նվեր դված է։ Եվ գա մարդկա չունի նույնիսկ Աստվածաշունչ։ Բայց Աստվածաշունչը ամենեն մեծ թանկարժեք նվերն է, որ մեկը գրնա ունենալ, քանի որ անոր մեջի խոսքերը գսե Աստված ինձի յետ բարաբի յետ պիչի դառնա։ Այլ Աստծո գամքը պիտի կատարե եւ հաջողությամբ պիտի կործատրե Աստծո խոսքը։ Սակայն կարևոր հարցը ասե որ որչափ կարևորություն կուտանք Աստվածաշունչին։ Ունենք, ուրախ ենք, գտնենք տեղը կարևոր, բայց որչափ կարևորություն կուտանք։ Արդյոք ամենաթանկարժեքն է անդիկա մեզի համար, ամենակնահատված մեր ունեցվածներեն մեկն է, թե կդժվարանանք կարդալու անիկա։ Կամ գխորիկ ուրդեղեն սկսեմ կարդալ ասիգա։ Մեծ քիրք մնե, որ մասը սկսեմ կարդալ, ինչպես կրնամ կարդալ, ինչպես կրնամ Աստծո ավելի մոդենալ, ինչպես կրնամ ավելի աջիլ Աստծո խոսքին մեջ, կամ Աստծո ճաշտալու մեջ։ Ուրեմն այսօր մասին քիչ պիտի կարդանք, որովհետեւ մեր հարաբերությունը Աստծո հետ ավելի բարելավվի։ Ժամանակ Երբեմն ժամացույց կլարես, որպեսի դեղմը չուշանա սերտալու, ժամացույցը քեզի զանկա գնչե։ Երբեմն արդու գանուխ զանկա կտնես, որպեսի արտնաս, ընդավիքը չարտնցած թունքանի մվարյան ժամանակ ունենաս, որ Աստվածաշունչը կարդաս, քանի որ մեմը որ ընտանիքը արտնցավ, այլևս քնա է, չես կրնալ գենալ, անընդհատ վասկի մեջ ես, ժամանակ կուզես տնել։ Ուրեմն գսե Սուրբ Գիրքի հապ ըշտապ ընթերցումը քեզ քիչ օգուտ կուտա։ Գնալա որ ամբողջ Աստվածաշունչ կարդացել ես, մարդիկ կգսե օ աստարի 2 անգամ կարդացել եմ Աստվածաշունչը, սկիզբը մինչև վերջը։ Բայց եթե անոր մեջի եղած քեղեցկությունը չես տեսնալ, կամ անոր խոսքը չես հասկանալ, այդ կարդացած քեզի շատ օգուտ չի դար։ Գնաս մեջը կարևոր բաներ բաց թողուլ, նույնիսկ միտքդ ուրիշ տեղ գնա երթալ, դու կգարտաս, բայց չես հասկանալ, որ ինչ կա, կարող խելքը ուրիշ տեղ գնաց, ինչ կերագուր պիտի եփեմ, ինչու ասմարտը ասանք ինձ եսավ, ինչպես եղավ աս փոխհարաբերությունս տարբեր դեղը եղավ, դու ասի կգարտաս, օ գսես, ասիչ մարդը ասիգա գարտարն է, որչափ լավ բիդելար իրեն համար, մինչ այդ դու կգործընծնես, ան ինչ որ Աստված քեզի գուզե իրեն խոսքեն ասել։ Գործ Քարակելոս 17-րդ գլուխ 11-րդ համարը կարդանք։ Գործ Քարակելոս
17-րդ գլուխ 11 համարը։ Ասոն տեսարանի մեջ երևաներեն ավելի ազնիվ արտիկ էին, որոնք աստուծո խոսքը կատարյալ ուժավությամբ ընդունեցին և ամեն օր քրքերը կգնեին, թե այս բաները ճիշտ են։ Այո, ուրեմն աս մարդիկը, ասի Բերիայի մեջ եղած մարդիկ մնային, ժողովուրդ մներ, որ երբ որ խոսքը իրենց տրվեցավ, սկսան քննել։ Միայն ասանք վրային չանցան, միայն լսեցին եւ հոն մնաց եւ դուն կացին լման մորցան, չէ, այլ սկսան քննել։ Նայ որ արդյոք այդպես է, սկսա ինչին պիտի քննեին, մարգարեությունները պիտի քննեին, տեսնային որ շիրագեմը, որովհետեւ անոր մեջ են աստվածային աննկարագրելի քեղեցիկ բնավորությունը եւ այն ջամփաները, որ Աստված շփված է մարդուց հետ, ադիգա մեջտեղ ելնե եւ գնան Աստված ճաշտալ։ Ուրեմն հոս ուրիշ տեղը նայեցեք ինչ կսե։ Զիս պիտի փնտրեք ու պիտի գտնեք։ Վասզի ծեր բոլոր սիրտովը պիտի խնդրեք զիս։ Ասիկա Երեմիա 29:13-ին մեջ կսե գոր։ Ուրեմն եթե փնտրես, պիտի գտնես։ Եթե չունիս, կնշանակի որ չես խնդրած։ Եթե փնտրես, Աստված կսե պիտի գտնեք։ Վասզի ծեր բոլոր սիրտովը պիտի խնդրեք զիս։ Եվ ու ես ցեզի պիտի երևիմ։ Աստված կխոստանա, խոստում ունի մեզի։ Կխոստանա պիտի երևնա։ Սաղմոսին մեջ տալ դեղ մգա պիտի գարտամ ցեզի համար 37:4 ու դերոշմով ուրախացիր, քանզի անիգակու դա քեզի քու սիրտիդ խնդրվածները։ Երբ որ նեղված ես, երբ որ դխուր ես, երբ որ չես գիտեն ինչ պիտինես։ Դերոշմով ուրախացիր, ինչպես պիտի ուրախանաս դերոշմով։ Գիտնալով որ աս հսկայական դիեզերքը ընող Աստվածը քեզմով հետաքրքիր է։ Եվ քեզի գուզե որ իրեն դե բարեկամը լաս, ադիգա քեզի պետք է ուրախացնե։ Երբ որ այդ ուրախությունը քու սիրտ մեջ գուկա, այնադեն անիգա գուդա քեզի քու սիրտ խնդրվածքը, քանի որ թունքի ցարով է քու գրնագդ։ Ինչպես որ մեկը քեզի գարաբարթեն նամակ մգուկա, եւ թուն չես հասկնալ ինչ պիտես, բայց թուն գիտես որ գարաբարթի մեջ աշխատող բարեկամ ունիս։ Ուրա հանգիստ ես, կերտաս այդ բարեկամիդ եւ բարեկամ քեզի համար գարկատրի ամեն բան։ Քանի որ բարձր դերերու մեջ բարեկամ ունիս։ Ուրեմն հոս քանի բաներ կա։ Նախ խնդրենք Աստված, որ իրեն հանդեպ ցկտում տնե մեր սիրին մեջը, փափակ տնե։ Աղոթքիդ մեջս է, իմ զավակներս համար գաղութեմ երբեմն ես ինձի համար Տեր Աստված փափակ մտիր, ցկտում, փափակ մտիր իմ սիրտիս մեջը, որ քու խոսքդ կարդամ, քեզի հետևեմ, քու խոսքիդ հնազատ լալու այդ ցկտումը տիրի մեջս։ Վերջը Աստծուն հասնեք ու ջամփատ, ժամանակդ։ Շատ սպառված է, ժամանակ չունիս։ Բայց Աստծո հետ անցած ամեն ժամանակդ անքնահատելի է։ Ուրեմն լավ է որ անգյունը երթաս եւ այդտեղը Աստծո հետ ժամանակ անցնես։ Հանդարտ կեցեք եւ գիտեք թե ես եմ Աստված։ Հեթանոստերի մեջ պիտի փարսանամ, երկուրա պիտի փարսանամ։ Հանգիստ կեցիր։ Գլուխդ թող չանցնի, իրար մի զարնվիր, գլուխդ մի գործընծներ գսենք։ Հանգիստ կեցիր, գիտի որ Աստված կա, ժամանակը իրեն հետ ժամանակ անցուր, գսե ես իրեն ամեն բան երբ որ գահասնես, այնն Աստված քեզի գարաշնորդ է։ Երրորդ, ժամանակ անցուր Աստծո հետ նույնիսկ այն ժամանակ երբ դրամարտություն չունիս, քեֆ չունիս, միտքիդ մեջ են խոնար եղիր աղոթելու Աստծո հետ։ Ինչպես որ գուզես մարմինդ առողջ լա, առողջ կերագուր գուդես, ամեն օր անուշեղեն շաքար ուդեսն է, առողջ չես լար։ Շիրագ է, գիտենք ամենստան։ Պիտի մտածես որ փանչարեղեն ուդես, սալատա ուդես, բդուղ ուդես, ընթեղեն ուդես, որբեսի առողջ լաս։ Եվ պետք է մարզան կնես, պետք է շարժումի մեջ լաս, որբեսի մարմինդ առողջ լա։ Նույնն ալ հոգևոր ցևով պետք է լա։ Գիտեք որ գսե մեր սովորությունը 21 օրվա մեջ կրնանք ձեռք բերել։ Ո՞յ մեկ սովորություն գուզես 21 օր գուզե։ 21 օր փամը ամեն օր ըրե, ադի այլև սովորություն գլա քեզի համար։ Ուրեմն Հովաննու 15:1-8-ը
Հովանու գարտը մեկը չունի Հովանու 15:8-ը Գիտես պիտի summarize եմ գսե ես եմ որդը եւ դուք հայրս մշակն է եւ ամեն ջուղորին վրաս ու բդուղ չի փերը գդրեզ անիգա ան որ բդուղ գփերը գոմակրեզ անիգա որովհետեւ ավելի բդուղ փերը ուրեմն Հիսուս կուզե որ մենք իրեն վրա հաստատված ըլանք դուք իմ մեջս ինչպես որ ջուղը որդին վրան մեջն է հաստատված է մեջն է գաբ ունի գապված է եւ երբ որ բադված տնես որդը գբաժնես գբադրես ջեղկես եւ ջուղը մեջը գմցնես վեճը գաբես որպեսի մեջը լա Ես ասացի որ դուք իմ մեջս եւ ես ձեր մեջը ըլլամ այն ադենը բդուղ գբերեք այն ադենը իրական հոգեվոր կյանքը գնաք ապրիլ Ուժդեղ ավոյ մեկտեղ Հիսուս մեր գադարել օրինակն է ամեն բանի մեջ ուրեմն Մարգոս 1:35 չեմ գազեր մեկը ունի ադիգա Արավոտուն շատ կանուխ ելելով թեր չլուստած քնած անաբատ տեղը եւ հոն աղոտ գրավ ասիով որն համար գսե Հիսուսի համար գսե Եթե Հիսուս Աստծո որդի էր արդուն թեր չլուստած արևը թեր չելած անաբատ տեղը գերտար եւ աղոտ կներ իրեն հորը հետ հաղորդակցություն ունենար Դու նալարդու կանուխ եւ աշկետ կփանաս ամիջապես ծունգի եթե գնաս կալ ծունգի եկու սկսիր աղոթելու աղոթե Այդ օրվան համար որ Աստված քեզի առաջնորդ է Այսինքն ասի Հիսուսի դված օրինակն է ասի մեզի համար Այսինքն առաջնահերթությունը Աստծո հետ ժամանակ անցնելու գուտա ժամանակը Աստծո հետ անիգա մեզի զորություն գուտա թիմավորելու կամ թիմագայելու թիմանալու այն ամեն նեղությունը որ աշխարհը մեզի մեր արժևը գբեր է մենք հա պետք ունենք Աստված կսե փնտրեցեք իմ երեսս Սաղմոս 27:8 Ինչ որ գսե փնտրեցեք իմ երեսս եւ եթե ահա դեր ես կփնտրեմ քո երեսդ Սամոս 27:8-ին մեջ գսե Աստված կուզե որ իրեն փնտրենք մենք ասենք Տեր Աստված ահա հոսեմ ասե ինձի ինչ կուզես ինչպես կուզես որ ապրեմ իմ կյանքս Մնացորդածին մեջը բավական դերեր կա որ չեմ դված բայց Տերը ու անոր զորությունը խնդրեցեք, ամեն ժամանակ անոր երեսը փնտրեցեք։ Աստծո զորությունը մեր վրա գլա։ Տեղը ունիս քուդունիտ մեջը, բադուհանին ձայրը գլա, սեղանին անգյունը գլա, սենյակը գլա, օֆիս մը գայել է ունիս։ Տեղը ունիս, որ գնստիս եւ Աստծո խոսքը գարտաս։ Միշտ նույն տեղը գնստիս կգարտաս, կսերդես, ադիգա քու տեղդ գլա Աստծո հետ հարաբերություն աղոթելու համար։ Գարտանք Ղուգաս 10:39-42 Վարդույքերը բաղստա գարտա 10:39-42 Okay. Listen. Այո Անիկա քույրը ուներ, որուն անունը Մարիամ էր, որ եկավ Հիսուսին ոտքերուն կողմ նստավ։ Անոր խոսքերը մտիկ կներ, բայց Մարթա սպասավորությունով շատ սպառված էր։ Եկավ անոր կողմը ասավ. Դեր հոգդ չէ, որ իմ քույրս զիս մինակ թողոց սպասավորության մեջ։ Ուստի ադոր ասե, որ ինձի օգնե։ Պատասխան տվավ Հիսուս ու ասավ անոր. Մարթա, Մարթա, դու շատ բաներու համար փող անելով գդակնաբիս, բայց մեկ բան պետք է եւ Մարիամ այն ազգեք բաժինը անդրեց, որ իր մեջ շատ բիդի չարնվի, որ իր մեջ բիդի չարնվի։ Այո Մարիամ եւ Մարթա երկու քույրեր էին, Ղազարոսին քույրերը։ Հիսուս շատ կսիրեր ասնդանիկը, միշտ իրենց կովը գերտար, երբ որ Փեթանիա երթար, հոն գիչևաներ։ Մարթա միշտ սպաղած էր խոհանոցը գերագուր եփելով։ Մարիամն ալ գսիրեր Հիսուսի ոտքերուն կովը նստիլ եւ մտի գներ որ Հիսուս ինչ կսե։ Եվ գիտեք որ Մարիամ
հասկացավ, որ Հիսուս պիտի մեռնի, եկավ իրեն ոտքերը եւ գլուխը յուղով ոծեց, քանի որ հասկացավ, որ Հիսուս պիտի մեռնի, բայց աշակերտները չհասկացան։ Ինչու համար քան Մարիամ ուշադրությունով մտիկ կներ Հիսուսին։ Ադի եւ Հիսուս ոսկսե որ Մարթան գսե հոգը չէ որ գսե ես մենակ կաշխատիմ որ խոանոցի մեջը հոգնեցա հոգիս ելավ սակույրս էսե թող կօգնե երբեմն ինձ գնացել է Հիսուսը որ Մարիամ աղեք բաժինը ընտրեց լավ է որ Հիսուսի հետ Հիսուսի ոտքերուն կովը գնաս անդեղը մտի գնես այո աղոտ կնենք անհնար է քերակնահատել աղոթքի կարևորությունը որպես աստվածային ուսումնասիրության իրված ժամանակի ամփոփում այսինքն աղոթքով երբ որ գարտաս աստծո խոսքը այն ադենն է որ փամը կհասկանաս աստվածաշունչը երբեք չպետք է ուսումնասիրել առանց աղոթքի միայն Սուրբ Հոգին գնա ըստիբել ըսկալու հեշտ հասկանալի բաներուն կարևորությունը կամ կանխելու դժվար ընկալի ճշմարտություն թեմ պայքարը այսինքն Համը գա որ շատ չես հասկանար մարգարեություն է կամ աբակայի չես հասկանա դժվար է գարտալը հասկանալը բայց Սուրբ Հոգին քեզի գնա անիգա փոխանակ անցնից չգարտաս չմտածես ադոմա Սուրբ Հոգին գնա քեզի օգնել հասկանաս գարտացեք եւ քրեցեք ուրեմն միայն գարտալն չէ եթե դեդրակ մոնից ինչպես մերսելան հոսպիչ կնստի գքրե ամեն բան գքրե Համը երբ որ գլսես որ քեզի համար լավ կհնչե ուզես որ ադիգա չմոռնաս քրելը գոկնե թանթարեսներուն գսե միտքին ընթացքը խորելու աստծո խոսքին շուրջի եւ մշակելու այն այնպիսի տեմպով որ թույլ կուտա դիդարգել մեկնաբանել գիրառել նիրված լալ եւ հավանական է որ մենք հիշենք ավելի ինչ որ քրած ենք քան թե միայն լսեցինք ուրեմն հոսքանի մգեդեր կան վերջը կիսվեք ծեր գարտացածը Համը սորվեցար աստծո խոսքեն թուն քեզ մի բահեր ուրիշ մեկու մնալս է ըսածը ժամանակը թուն ադի ավելի լավ կհասկանաս փորձե թիմացինին բացատրել ինչ որ թուն հասկացար այն ադեն գնայս որ նայրը լգսես ասա ինչպես ասավ ասան գսավ չէ ասան գսավ վերջը գետաս նորեն գնայս գսես որ նայ մել աստված ինչ ասավ աստծո խոսքը այն ադեն ավելի գամրաբնտվի քո մեջդ ուրեմն առաջինը աղոթեք որ Սուրբ Հոգին առաջնորդե ձեր միտքը եւ Փապկեսե ձեր սիրտը Երկրորդ ընտրեցեք աստվածային որևէ համար կամ հատված մանդրե Երրորդ ձեր օրակրին մեջը քրի արեք հատվածը կամ անոր մասերը որոնք ձեր միտքը մնացին Չորրորդ աղոթքով գրգին գարտացեք հատվածը եւ ընդգծեք կարևոր առանցքային խաղապարները Հինգերորդ քրեք թե ինչ կսե ընդգծված խաղապարը Փամը հասկացար ինչ կսե անիգա Վեցերորդ աղոթեք այդ խաղապարին մասին եւ թե ադիգա ինչպես կաստեք քու հարաբերություն Աստծո հետ եւ յոթերորդ մտածեք թե այսօր որոն հետ է գնաս կիսվիլ այս խաղապարը որ Աստծո խոսքեն գարտացիր Որքան ալ Աստծո ժողովուրդը գաջի շնորհքի մեջ այն անընդհատ կստանա ավելի բարձ ըմբռնողություն անոր խոսքի վերաբերյալ Այն նոր լույս եւ քեղեցկություն կտեսնա անոր սրբազան ճշմարտությունների մեջ Այս բոլոր թայրուն ճշմարիտ եղած եկեղեցի բացության մեջ եւ այսպես կշարունակվի մինչեւ վերջ։ Ուրեմն ոչ չափ կարդաս, աչափ ավելի լավ գլա։ Ուրեմն մեթոդներ կան Աստծո խոսքը գարտալու։ Գա որ համար առ համար կգարտաս։ Գա որ թեմա է, աս թեմային շուրջը ինչ կա։ Ասենք թե Հիսուսի հրաշքները, բժշկությունները Կուզես ադոր մասին ամենը միայն կարդալ, գիտնալ, որ Հիսուս ուր դեղները բժշկություն երավ, կամ ուր դեղները հրաշք երավ։ Ասենք թեման է, դարբեր ատտեսակ ուսումնասիրություն է, կամ կուզես քիրք մարնել, ասենք թե Դիդոսին քիրքը, ինչու մասին է Դիդոսին քիրքը, կուզես գիտնալ։ Եվ գարնես ադիգան գարտաս, այսպիսով ուսումնասիրես Աստծո խոսքը եւ ամենը միտքիդ մեջ ավելի լավ կմնա։ Ինչպես որ մեր բարեկամությունը մարդոց հետ կզարգացնենք կամած մեկ անգամ կտեսնենք քիչ մը կհասնանք ուր են եկերես ինչ գործով կսպաղիս հաջորդ անգամին ինչ է հետաքրքրությունը ուր գերտաս երրորդ անգամին կտեսնվիս ուրիշ բան կխոսիս կամած կզարգանա քո բարեկամությունը մարդու հետ նույնն ալ Աստծո հետ քո հասկացողությունդ ավելի կբարձրանա
քու գենսունակ հարաբերություն ունենալ Աստծո հետ գոկնե ադոր գոկնե որ դու ուրիշին հետ գիսվես ուրիշի մեկում հետ բատմես տելեֆոնն ես կհիշեմ որ իմ մեծամասը որ եկեղեցի ելեինք մինչև դունք այնք 1 ժամ գդեվեր բասին մեջը քարոզը նորեն գսեր քարոզին մեջը բադվերին ասիգա ասավ առաջին գեդը ասեր երկրորդ գեդը ասեր երրորդ գեդը ինչ էր կհարցներ ինչ է երրորդ գեդը մեկ է հիշեցեք նայենք քանի որ թրացիալ ունենք միասին կքալենք 4 հոգիով ասանք կքալենք հա գսեր մյուսը ասի էր ես ագսեի ասիշ պատմությունը պատմեց ուրեմն մենք նորեն գվերստեղծենք եւ 2-3 շաբաթ վերջը դեռ մենք այդ քարոզը գնանք հիշել պատմությունները մինչեւ հիմա պատմություններ կա գհիշեմ բզիկ 5 տարեկան երեխա էի քանի որ կրկնվեցավ ադիգա եւ ադիգա գենսունակ կբահե արթուն կբահե քու կյանքը Աստծո հետ Եսայի 50-րդ գլուխ 4 հա Ատամ այո Դեր Եհովան ինձ իմաստուններու լեզու տվավ, որպեսզի դառնամ խոսքով օգնել օգնածին։ Ամեն արտոզից կարգընծնե, անեկա իմ ականջս կպանա, որպեսզի աշակերտներու պես տեսեմ։ Այո Ամեն արդու ականջս կպանա, որպեսզի աշակերտներու պես տեսեմ։ Այո, ամեն աշակերտը բրոց երթան է ականջը պետք է փանա ուսուցչի մտի գնելու, Աստված մեր ականջը կփանա ամեն արդու այն մտի գնենք։ Եվ այդտեղը Դիմեթրիոս առաջին Դիմեթրիոս 4 գլուխ 13-ին 16 համարները։ Դոկտոր Դիմեթրիոս։ Մինչև ես կամ միտք թիր գարտալու, խորտորելու, սորվեցնելու։ Անհոգ մի ըլլար, ու վրատ եղած բարգերին վրայով, որ մարգարեությամբ քեզի դրվեցավ։ Երեցներուն ցերքերը քու վրա դրվելով ադոնց վրա խորհե ու ադոնց մով բարաբե որբեսի քու հարաճությունը ամեն այդնի ըլլա ըսկուշություն ըրեքու անցիտ ու վարդաբերությանը ու միշտ ադոնց մեջ գեցիր քանզի այդպես ընելով քեզ ալբիդի աբրեցնես ուզանոնք ալ որոնք քեզի մդիկ կնեն Այո Ուրեմն ոչ միայն քեզի օգտակար է Աստծո խոսքը գարտալը ուրիշին ալ օգտակար է ոչ միայն թուն գաբրիս այսինքն հավերական կյանք ունենաս ուրիշին ալ գնաս այդ ճամփուն մեջ օգնել որ կա Երբեմն կբադայ որ սպաղած կլաս կամ փամը գլա հիվանդ կլաս փամը կբադայ 1-2 օր չես կարտար մի հուսահատվիր իդ նորեն քնա իդ նորեն սկսիր մի իսեր որ ամա վերջացավ չէ այդպես չէ Երբեմն գինաս բայց իդ ոտքի ելիր նորեն Այո 119-րդ Սաղմոսը 103-ին 104 Որչապ քաղցր է քո խոսքը իմ կյանքիս Մեղրեն ավելի անուշ է իմ բեռնից Քո հրամաններով իմաստուն եղա անոր համար սրության ամեն ճամփա ադեցի Այո Որչապան է համ քաղցր է համ իմաստություն է համ սդություն ճուզեր լա կյանք կուտա Աստծո խոսքը մեզի եւ մեր հոգիներուն համար փուժիչ է Գիտես թեր գանես որ մարմինդ լավանա ֆիզիկապես բայց միտքդ այսօրվա օրը շատերը միտքեն կդարաբին միտքի հիվանդությունը շատ քեշ եղավ հատկապես կովիդեն վերջը բայց Աստծո խոսքը մեր հոգիներուն համար մեր միտքին համար փուժող է Մեզի կհանգստացնե կփուժե, մեզի հույս կուտա, հավատ կտնե մեր մեջը։ Մեր բնավորությունները կվերափոխե։ Ուրեմն ձունգի է իջիր, անոր խոսքը բաց, խմե գենթանի ճուրեն եւ այնադենը որ ծարավդ կհակենա։ Եսայի 55 մեկ անգամ բացին կարդացինք, բայց Ալամին փանանք Հիսուն Մեգեն 13-ին մեջ ամենը միջի գարտամ ով ծարավազներ ճուերուն եկեք եւ ըստակ չունեցողներ եկեք ծախո արեք ու գերեք Եկեք առանց ըստակ եւ ծրի քինի ու գած ծախո արեք ինչու ցեր ըստակ գվատնեք ոչ թե հացի համար
Աստված կսե որ եթե ծառավ ես եկուր ինձ ծրի գուդամ քեզի։ Շատ անգամ ծրի բանը հարկելի չի թվեր մարդումը։ Չէ։ Բայց Հիսուս իրեն անքին կյանքը մեզի համար տվավ։ Մեզի համար ծրի է, Հիսուսի համար ծրի չէր։ Ինքը երկինքը բարբեց, որպեսզի ադիգա մեզի ծրի դա, բայց իրեն համար ծրի չէր, մենգումը նվեր դասն է, at նվերը առնողին համար ծրի է at նվերը, բայց քեզի համար ծրի էր, նո, թուն կացիր, որ տրամ դվիր, որպեսզի քնես ադիգա եւ ծրի, այո, ծերագան չխոնարհացուցեք, ուրեմն աղոտ կնելը, աստծո կարդալը խոնարհություն կբանջի, մարդ պիտի խոնարհի, եկեղեցի երթալը մարդ պիտի խոնարհի Մտի գրեք ու ծեր հոգին պիտի ապրի, ցեզի է թավինական ուխտ մը բիդնեմ, թավիթի մնային եւ այլն։ Տերը փլրեցեք, քանի որ անիգա գտնվի, զանիգա գանչեցեք, քանի որ անիգա մոդ է։ Վերջի գսեք քանզի իմ խորհուրդներս ծեր խորհուրդները չեն, ու իմ ջամփաները ծեր ջամփաները չեն։ Հաբա որչափ երկինք երկրե բարձր է, այնչափ իմ ջամփաները ծեր ջամփաներն բարձր են, իմ խորհուրդները ծեր խորհուրդներ են։ Իմ փենեսելած խոստալ այնպես պիտի ինձի բարապի չի դառնա, հաբա իմ կամքս պիտի գադարե։ Հաջողությամբ կործատրե այն բանը, որն համար զանիգա ղրգեցի։ Քանզի ուրախությամբ պիտի ելեք ու խաղաղությամբ պիտի առաջնորդվիք։ Լեռներն ու փլուները ծեր արչիվեն ցնծությամբ պիտի աղագեն ու թաշտոյուն բոլոր ծառերը ծապ պիտի զառնեն։ Երկալունին կանանք։ Ուրեմն ասիգա դերոջ անվանը փառքին համար է անչինչ ու հավիդյան նշանը պիտի ալլացեզի։ Մարգարեն գնդլային է աս ամենը, հիմա ինչպես կարդացինք, ուրեմն դերը ինչ կուտա անոնց, ովքեր գուքան իր քովը, որ ուդե իրեն խոսքեն, խմե իրեն խոսքեն, անոր հրավերը մեզի համար ինչ է եւ մարդահարևերը խոստումը հոս։ Եկեք ինձի, Հիսուս կսե եկեք ինձի։ Ուրեմն Աստծո խոսքը գթափանցե մեր սիրտերուն մեջ, միտքերուն, հոգիներուն մեջ, հորդորելով աճիլ Քրիստոսի մեջ։ Բայց կրնա ադիգալալ միայն այն ժամանակ, որչափ որ ժամանակ մենք կհատկացնենք եւ չանք կնենք, այո, չանք կբանջե, որ Սուրբ Գիրքը փանաս, ինքը իրեն չի բացվի, դու պիտի երթաս պիտի փանաս, որովհետեւ խորանաս անոր խոսքին մեջ հնազանդ եւ խոնար վերաբերմունք ունենալ եւ պատրաստակամության հետեւել անոր ուսուցումներուն։ Վերջացնելու համար մենք նաև չպետք է փորձենք Աստվածաշունչը հարմարցնել մեր սեփական մարդկային գաղձիկներուն կամ մտքերուն։ Ինչպես պետք է ուսանել Գիրքը, արդյոք պետք է մեկը մյուսին յետևեն հաստատենք մեր վարդապետական սկզբունքները, ապա փորձենք ամբողջ Գիրքը հարմարեցնել մեր արդեն հաստատված գաղձիկներուն, թե պետք է մեր խաղապարները եւ հայացքները գիրառենք Սուրբ Գիրքին վրա եւ մեր տեսությունները բոլոր կողմերեն փորձարկենք տեսնելով թե արդյոք ադոնք կհամապատասխանեն Սուրբ Գիրքի ճշմարտությանը։ Շատերը որ կգարտան նույնիսկ սորվեցնեն Աստվածաշունչ չեն հասկնա այս թանկարժեք ճշմարտությունը, որ կսորվեցնեն կամ կուսումնասիրեն։ Շատերը Գիրքի խոսքերը կուտային այնպիսի իմաստ, որը կհամապատասխանե իրենց սեփական գաղձիկներուն։ Մենք պետք է քանք Աստծո խոսքեն սորվելու, ոչ թե մեր սորվածը Աստծո մեջը չանալու գտնալ, որ ինչպես կնան բացատրել։ Փած միտքով պիտի կանք եւ փած միտքով պիտի սորվենք։ Ամփոփումը Աստվածաշունչի անձնական ուսումնասիրությունը Աստծո հետ կենսունակ եւ երկարատև հարաբերությունի հիմքն է։ Աստծո խոսքը մեր կյանքի վրա նույնքան նշանակալի ազդեցություն ունի 21-րդ դարում, որչափ անցյալ դարերու մեջ։ Ճիշտ այնպես ինչպես մենք բարեկամություն կզարգացնենք, մենք պետք է փնտրենք մեր հոգեվոր կյանքը կենսունակ բայլու եղանակներ, մնալով Հիսուսի մեջ եւ վստահելով անոր խոստումքին։ Անոր խոսքը աբարթյուն չի վերադառնար Աստծոքով, այլ կգադարե Աստծո խոսքը փափակը, Աստծո կամքը եւ հաջողություն կունենա այն բանի մեջ ինչի համար ուղարկած էր Աստված, ինչպես որ գարտացինք Եսայի 55:11-րդ գլուխին մեջը։ Դերորդն է իր խոսքին սերդողությունը, ընթերցանությունը դա որ մենք այնանք անիգա գիրառենք մեր կյանքերուն մեջը։ Դերորդն է ցեզի մինչև հաջորդ հանդիպում։